Բարև ձեզ, մեր այսօրվա թեման վերաբերվում է մշակույթի եւ անհատի փոխհարաբերակցության խնդրին եւ քանի որ թեման բավականին ընդգրկուն է, ծրագրավորել եմ այն երկու մասով ներկայացնել եւ այսօրվա բանախոսության ընթացքում մենք կենտրոնանանք առաջին մասի վրա։ Մեր գլխավոր հարցը, ինչ հարցի ենք փորձելու պատասխանել, նախ փորձենք հասկանալ, թե ինչ կապ կա մշակույթի եւ անհատի միջեւ, ինչպես է հարաբերվում անհատը մշակույթին կամ մշակույթը անհատին, երկու ձև էլ կարելի ասել, եւ ինչպես է այդ հարաբերակցության մեջ ծնվում անհատականությունը կամ միգուցե կարելի է ասել սուբյեկտը, հայերեն ենթակա ենք ասում, բայց այստեղ այս հարցադրման մեջ շատ էական է նաև հասկանալ եւ մենք քննարկենք այդ հարցը, թե ինչպես է ենթակա բառը, սուբյեկտ բառը փոխում իր իմաստը մշակույթ անհատ փոխհարաբերակցության փոփոխությունների եւ փոխակերպումների մեջ եւ հպատակի իմաստից ստանում գործորդի կամ ասենք դերակատարի բովանդակություն։ Սա շատ էական փոխակերպում է եւ այսօրվա մեր խոսակցությունը ըստ էության նվիրված է լինելու սրան, բայց որովհետեւ մենք սկսենք մեր այս կարևոր հարցի քննարկումը, գնանք մի քիչ ավելի, այսպես ասած, խորքերը դեպի այն խոսակցությունը, որ մենք ունեցել ենք առաջի երկու թեմաների ընթացքում, այսինքն մշակույթի եւ ճշմարտության փոխհարաբերակցության խնդիրներ։ Մենք իհարկե չենք կրկնի, ես չեմ փորձի նորից շարադրեմ այդ, բայց ինչ է կարևոր հղում անել այդ թեմաներին, որովհետեւ մենք մեր խոսակցությունը սկսելու ենք մշակույթի երկու կարևոր հատկությունների քննարկումից։ Հատկություններից առաջինը դա վերաբերվում է իմաստների ձևավորման հատկությանը մշակույթի եւ երկրորդ կարևոր հատկությունը դա այն է, որ մշակույթը ունի համակարգաստեղծ հատկություն։ Այս երկու հատկությունների քննարկման միջոցով է, որ մենք փորձելու ենք պատասխանել մեր գլխավոր հարցին, որը ես սկզբում նշեցի, ինչա նշանակում մշակույթ ունի համակարգաստեղծ հատկություն, որպեսզի այս հատկության մասին մենք կարողանանք խոսել եւ հասկանալ ինչ է սա նշանակում, մենք անպայման պետք է խոսենք նորից այդ մշակույթի իմաստների ձևավորման հատկության մասին եւ հասկանանք այն մեխանիզմը, թե ինչպես է մշակույթը ձևավորում իմաստներ, ինչի մասին մենք չենք խոսացել մեր նախորդ հանդիպումների ընթացքում։ Ամբողջ խնդիրը նրանն է, որ մշակույթում իմաստները ձևավորվում են հակադրամիացությունների միջոցով։ Շատ կարևոր նշել, որ այս մեխանիզմը ինքը իր ներքին արմատական վերափոխումներն է ունեցել, որոնք հետագայում ազդել են հենց նաև անհատի դերի փոփոխությանը եւ անհատ մշակույթ փոխհարաբերակցության փոփոխությանը։ Ինչ նկատի ունենք հակադրամիացություն ասելով։ Ճշմարիտ իմաստների այս կարևորության մասին ենք խոսել մեր նախորդ հանդիպումների ընթացքում։ Իմաստ ընդհանրապես ունեցել են այն մտքերը, որոնք որ համարժեքորեն նկարագրել են իրականությունը։ Համենայն դեպս այդպես թվացել է մարդկանց, ովքեր որ այդ իմաստները ստեղծել են եւ այդ իմաստներին տրվել է ճշմարիտ իմաստի նշանակություն։ Բայց ամբողջ խնդիրը նրանում է, որ այս իմաստները մշակույթում իրենք իմաստ կարողանում են ձեռք բերել, եթե ունեն իրենց հակադիր իմաստը, ասենք օրինակ ճիշտը ընկալվում է ճիշտ, եթե կա սխալի մասին պատկերացումը, կամ ասենք օրինակ բարին ընկալվում է բարի, եթե կա չարի մասին պատկերացումը, գեղեցիկը գեղեցիկ, եթե կա տգեղի մասին պատկերացումը, այսինքն մենք տեսնում ենք, որ ամեն իմաստ ունի իր հակադիր իմաստը։ Սա ավելի բնորոշ է իհարկե մինչ արդիական շրջանի մտածողությանը, որ մարդաբանության մեջ բավականին այդպես ասած ուսումնասիրված է, մշակութային մտածողության մասին է խոսքը, եւ այստեղ մենք տեսնում ենք, որ այս երկու տարբեր իմաստները իրենք շատ հետաքրքիր հարաբերություն ունեն։ Եվ հենց այստեղ է այդ մշակույթի համակարգաստեղծության հատկություն դրսևորվում։ Իրենք մի կողմից իրար հակասում են, բայց մյուս կողմից նաև իրենք իրար հետ միասին են հանդես գալիս։ Դրա համար հայերենում շատ հաջող բառ կա
հակադրամիասնություն բառը այլ լեզուներում ասենք տարածված է միջազգային գիտական արտահայտությունը օպոզիցիա բառն է հակադրամիասնություն շատ այլ փայլուն կերպով է ցույց տալիս այդ իմաստը որ իրենք համ հակադիր են համ միասին են այս հակադրամիասնությունները իրենք ստեղծում են փաստորեն երկու բևեռ իմաստային եւ այս երկու բևեռների միջակայքում կարծեք թե գործում է մշակույթը եւ մարդը եւ հարաբերվում են մշակույթն ու մարդը բայց մենք տեսնում ենք որ հենց այս հակադրամիասնությունները հենց իրենք էլ այդ իմաստային հակադրամիասնությունները իրենք էլ սկսում են ձևավորել մշակութային այդ համակարգը եւ ստեղծում են մարդու համար աշխարհի մշակութայնացված նաեւ համակարգը եւ դրանց միջոցով մենք նախորդ հանդիպումների ժամանակ էլի խոսել ենք մարդիկ այդ քաոտիկ բնական կարգը վերենացում կարգավորում են եւ ստեղծում են այդ կոսմիկ մշակութային կարգի։ Հիմա բայց ինչպես են նաեւ գործում է հակադրամիասնությունները, այստեղ կա շատ հետաքրքիր նաեւ հիերարխիաներ, այսինքն ուղղահայաց եւ հորիզոնական կապեր նաեւ, բայց կան նաեւ ուղղահայաց կապեր։ Պարզվում է որ կան, այսպես ասած, ֆոկալ զույգեր հակադրամիասնություններ եւ պերիֆերիկ։ Ինչա ֆոկալը ֆոկուս բառից, այսինքն կենտրոնական եւ այսպես ասած ծայրամասային, հա, պերիֆերիկ, որը որ բխում է կամ լրացնում է այդ ֆոկալ հակադրամիասնության իմաստը, որպեսզի այս բարդ պատմությունը դառնա մեր համար պարզ, ես հիմա օրինակ բերեմ։ Ասենք օրինակ գունային համակարգը մշակույթում ստեղծելու համար համակարգի մասին պատկերացումը, հա, դրա եւ հենց համակարգը մարդիկ ստեղծել են ֆոկալ հակադրամիասնություն, դա սև սպիտակն է։ Հիմա այս ֆոկալ սև սպիտակ հակադրամիասնությունը ունի իրեն ենթակա ստորակարգված այլ զույգեր, ասենք օրինակ կարմիր ու կապուտը, կամ դեղինն ու կանաչը, կամ կարմիրն ու կանաչը։ Մեր հայկական մշակույթում ավանդական ավելի կանաչի դերը խաղում է կապուտը։ Ավելի հազվադեպ է մեր մոտ կանաչ գույնը հանդիպում, բայց այնակ մեր հարևան իրանական մշակույթում ավելի գերակաշռել է կանաչը, կապուտի տեղը կանաչն։ Ինչ եմ ես սա ասում, որովհետև այս պերիֆերիկ հակադրամիասնությունների զույգը ինքը այնպես է դասավորված, որ միշտ զույգերից մեկը համընկնում է կամ ֆոկալ հակադրամիասնության բևեռներից մեկին, ասենք օրինակ կարմիր գույնը ենթակա է սև գույնին, այսինքն ինքը նաև եթե օրինակ մինչ արդիական շրջանի մշակութային մտածողությունը բնութագրում է ինչ-որ մի բան, ասենք եթե կարմիրով է նշում, շատ հաճախ այդ կարմիրի տակ հասկացվում է հենց սևը, այդ սև աշխարհը, իսկ եթե ասենք նշում է կապուտով, կապուտը համընկնում է սպիտակին։ Այսինքն կանաչը նույնպես սպիտակին է համընկնում, դեղինը համընկնում է սևին։ Այսինքն այսպես մենք տեսնում ենք, որ այս բանը հակադրամիասնությունների զույգը ինքը ունի իրեն ենթակա, այսպես ասած, էլի զույգեր, որոնք որ կառուցում են այդ ամբողջ գունային մշակութային ընկալումը եւ աշխարհը, հա, մարդկանց։ Օրինակ մենք հաճախ ենք հանդիպել, որ օրինակ կարմիր կովը կաշին չի փոխում արտահայտությունը, բայց մեր այսօրվա կարմիրի ընկալմամբ իրականում կարմիր կով չկա։ Խոսքը վերաբերում է շագանակագույն կովի մասին, իսկ շագանակագույնը հենց մեր ավանդական, այսպես ասած, գունային ընկալումների մեջ համընկնում է կարմիր զույգին։ Օրինակ դարչնագույնը նույնպես կարմիր է եւ եթե ասենք մենք մեր գորգերի վրա հանդիպում ենք դարչնագույնը, հաճախ հենց այդ դարչնագույնը ինքը կարմիրի աշխարհն է ներկայացնում։ Շատ հետաքրքիր է, որ ասենք օրինակ հենց նույն գորգի վրա եթե բերենք, շարունակենք մեր օրինակը, ապա գորգերի մեջ մեր հայկական մենք հաճախ տեսնում ենք հենց այս գունային զույգերով հանդես գալը, գունային աշխարհը, ինչի համար, որովհետեւ պարզվում է, որ ֆոկալ նշանները իրենք ենթակա են նաև բազային հիմնարար նշաններին։ Հիմնարար նշաններ մշակույթում հիմնականում 3 զույգ է հանդես գալիս, ընդհանրապես, ասենք դա ճիշտն ու սխալն է, բարին ու չարն է եւ գեղեցիկն ու տգեղն է։
հա հիմա տեսեք ֆոկալ նշանը ենթարկվում է հիմնարար նշանին, իսկ պերիֆերիկ նշանը ֆոկալ նշանին, հա հիմա եթե մենք նայենք այս գունային աշխարհի մեջ, ապա սև սպիտակն էլ ենթարկվում է բարուն ու չարին։ Օրինակ սպիտակը բարի նշանի տակ է, սևը չար, կարմիրը չար նշանի տակ է, կապուտը բարի։ Չեմ ես սա ասում, որտեղ երբ որ մենք նայում ենք մեր գորգի զարդանախշերը, ապա մենք տեսնում ենք գորգի վրա հենց այս ընկալումների արտացոլումը, քանի որ գորգը ինքը տիեզերքի միկրո, այսպես ասած, պատկերն է եղել եւ ինքը միշտ օգտագործվել է որպես ծիսական գործածություն, ինքը օգտագործվել է կյանքի մի փուլից մյուսը անցնելն, ասենք երբ որ երեխան ծնվել է, ծննդկանը երեխային մոխրով մաքրելուց ժամանակին մոխրով են այդ մաքրել, որտեղ ինքը ունի մաքրազերծող հատկություն, իրականում էլ այդպիսի հատկություն ունի, ոչ միայն առասպելաբանական ընկալման մեջ, իրեն մաքրելուց հետո, ծննդից հետո դրել են գորգի վրա։ Կամ ասենք ամուսնական ծեսի ժամանակ նոր փուլա կյանքի սկսվում, էլի դնում են գորգը նորապսակների հետևում։ Կամ ասենք մահանալուց մարդուն մյուս ճանապարհ դնելու համար հատուկ գորգեր են եղել, որոնք օգտագործվել են թաղման ժամանակ, էլի դնում են գորգի վրա։ Հիմա ինչ եմ ես սա ասում, որովհետև գորգը կարևոր է, որ ունենա տիեզերական այդ տիեզերքի սիմվոլիկան, իսկ տիեզերքը կառուցվել է հենց այս հակադրամիացնությունների միջոցով եւ այստեղ մենք գորգի վրա տեսնում ենք հենց այս գունային հակադրամիացությունների արտացոլումը, կարմիրի ու կապուտի զուգորդումը, կամ ասենք կարմիրը հաճախ գորգում մենք կարմիր չտեսնենք, տեսնենք դարչնագույնը կամ բաց դարչնագույնը համարյա դեղինին մոտեցող, սա էլի կարմիրի աշխարհն է ներկայացնում է, սա էլ գնում է սևի ու սպիտակի աշխարհը, մենք գորգի վրա տեսնում ենք նաեւ այդ տիեզերական ծառի սիմվոլները եւ վիշապների սիմվոլները, որը որ պատկերում է հենց այդ աշխարհաստեղծման առասպելի բովանդակությունը, որտեղ որ տիեզերական ծառի մոտ անθρωպամարտիկ հերոսը, որը որ ներկայանում է սպիտակ գունային նշանի տակ ու բարի, ինքը սպանում է վիշապին եւ թափում է վիշապի արյունը, որը որ չար արյունն է։ Ես մի քիչ գնացի այդ շրջանի մտածողություն, որից մենք հասկանանք, որ այս հակադրամիացությունները, որ ես ասում եմ, մարդիկ համակարգել են մշակույթը եւ իրենց տեղադրել են դրա մեջ, որ մենք հասկանանք, որ ինչ որ մի փուլում մարդկային մտածողությունը հենց տեսեք ինքը ամեն տեղ դրել է զույգերը աշխարհի նկարագրության, հա, հակադրամիացությունների միջոցով։ Երբ որ մենք խոսում ենք հակադրամիացությունների եւ բևեռների այս խիստ բևեռային մտածողության մասին, ապա մենք իրականում խոսում ենք մտածողության, մշակութային ժամանակաշրջանի կոնկրետ մի հատվածի մասին։ Խոսքը վերաբերում է մինչ արդիական հատվածին եւ այստեղ երբ որ մենք նայում ենք որտեղ է գտնվում մարդը, ապա մարդը ինքը էլի շատ հետաքրքիր ձևով հայտնվում է այս հակադրամիացությունների ձևավորած համակարգի աշխարհում։ Ինչի մասին է խոսքը։ Մենք ասել ենք, որ գոյություն ունի ճիշտ եւ սխալ եւ կան իմաստների ձևավորման, չէ, այս process-ը հենց մշակութաստեղծման process է։ Եվ իմաստի նշանակություն ստանում են նրանք, որոնք որ համարվում են ճիշտ իմաստներ, բայց հարց է առաջանում, իսկ ովքեր էին մշակույթում այդ ճիշտ իմաստներ ստեղծելու իրավունքը կրողները։ Ճիշտ իմաստներ ստեղծելու իրավունքը կրողները մշակույթում եղել են առանձին հատուկ մարդիկ, մինչ արդիական մշակույթում։ Դրանք եղել են, այսպես ասած, գերիշխանները, կամ միջազգային տերմին կա, որը եվրոպական լեզվա աշխարհից է գալիս, սյուզերենը, որը որ երևի շատերս լսել ենք, սյուզերենը հայերենում կարող ենք թարգմանել գերիշխան։ Գերիշխան կամ պարզապես իշխան։ Այսինքն դա այն մարդն էր, ով որ համարվում էր, որ ունի ազնվականական ծագում, իսկ ինչ էր ազնվականական ծագում եւ ով էր կանգնած ազնվականական այս հիերարխիայի բուրգի գլխավերում, թագավորը, կայսրը, ցարը, հա, կեսարը։ Իսկ ով էր ինքը, եթե մենք նայում ենք, ապա բոլոր թագավորական ընտանիքների ծագումնաբանության մեջ, ապա տեսնում ենք մենք անպայման կամ աստվածային կամ կիս աստվածային ծագում։ Եթե ինքը աստվածային կամ կիս աստվածային, այսպես ասած, հերոսական ծագում չեր ունենում, ինքը չէր կարող համարվել լեգիտիմ իշխող, որովհետև ինքը ներկայացնում էր, վերահսկում էր ճշմարիտ իմաստները եւ ներկայացնում էր որն է ճիշտը, որը սխալը,
եւ ըստ այդ իր ներկայացրածի եւ վերահսկածի հետ կառավարվում եւ կազմակերպվում ամբողջ հասարակական համակարգը, այսինքն ինքը իր իշխանությունը իրականացնում էր այդ տրված ճշմարտությունների միջոցով, որոնք որ աստվածային ծագում ունեցող ճշմարտություններ էին, բայց քանի որ մարդկանց մեջ միայն ազնվականներ, այսինքն ազնիվ ծագում ունեցողներ, այսինքն աստվածային ծագում ունեցողներ կարող էին այդ ճշմարտությանը հաղորդակից լինել, իրանք էլ այստեղ էլի մի շատ հետաքրքիր խոսք կա, իրանք էլ ասուններն էին։ Ասունը ինչ է? Ասողը։ Իսկ ով է ասունի հակառակ բևեռը? Ան ասունը, այսինքն կենթանին, որը չունի խոսք, որը չի կարող խոսել։ Տեսեք, այստեղ շատ հետաքրքիր այս բանը ստեղծում հակադրամիասնություն, ասուն եւ ան ասուն, ես հատուկ եմ անը այսպես պատկերացրեք, եթե գրում ենք ան գծիկ ասուն, անջատ պատկերացրեք, որ չնույնացվի այդ այսօր արդեն վիրավորանք դարձած բառի հետ, անասուն բառի հետ, որը որ մարդիկ երբ որ ջղայնանում են, իրար ասում են, բայց այդտեղ էլ դա շատ խորքային ու հին ծագում ունի, դրանով նշում են, որ ինքը խոսալ չգիտի, ինքը չունի լեզու, ինքը մշակույթ կրող չի, հա? Եվ այս ասունները ասողներն էին, այսինքն ինչ ասողը, ասունը ճշմարտությունը ներկայացնողը, բայց ինչա տեղի ունենում։ Հենց այս մինչ արդիական շրջանից, երբ որ տեղի անում մշակութային փոխկերպումը դեպի արդիական շրջան, տեղի անում շատ հետաքրքիր փոփոխություն, հենց այս բևեռացված հակադրամիասնական համակարգի մեջ մշակույթի։ Ոչ թե վերանում են բևեռները, այլ փոխվում են բևեռների փոխհարաբերակցությունը։ Եթե մինչ արդիական շրջանում բևեռների փոխհարաբերակցությունը, որը շատ կարևոր է հենց այդ հարաբերությունը, ոչ միայն բևեռներ, այլ նաև հարաբերությունը, որտեղ մշակույթ ստեղծող հատկություն ունի հենց այդ կապը, հենց հարաբերությունն է կարևոր մշակութային կյանքում։ Ոչ թե վերանում են այս երկու բևեռները, այլ բևեռների հարաբերությունն է փոխվում։ Իսկ ինչպես է փոխվում բևեռների հարաբերությունը? Նրանց միջակայքը, եթե մինչ արդիական շրջանում համարյա թե դատարկեց, ուղղակի կար այդ կապը եւ բոլոր գործողությունները տեղի էին ունենում եւ բոլոր գաղափարներն ու մտքերը ձևակերպվում էին կամ այս բևեռում կամ այն բևեռում եւ դրանք ունեին միայն բախումնային այսպես հարաբերություն, ապա մինչ արդիական արդեն շրջանում բևեռների միջև հարաբերությունը սկսում է այսպես ասած փափկել, մեղմանալ։ Եվ ի հայտ են գալիս միջակայքերը։ Ասենք օրինակ շատ հետաքրքիր է, մենք գունայինով էինք խոսել, մի քիչ գունայինով խոսանք, հետո գանք էլի այս ասողի ու չասողի, հա, մարդիկ չասողներն էին, որոնք չէին ասում, ու այդ արանքում, այս բևեռներում կային ասողները եւ անասողները, անասունները, հա, կենթանիները։ Օրինակ հետաքրքիր է, որ եւ մինչեւ գույնի այս գունային միջակայքերի երկու բևեռների, հա, ի հայտ գալը, օրինակ մարդիկ այդ գույները չեն նկարագրել, չեն սահմանել, չեն ձևակերպել։ Ասենք օրինակ բաց վարդագույնը, դրա երանգները, կարմիրի տարբեր երանգները, հենց սկսել են երանգների նկարագրություններ, նշանակում է արդեն լեզուն եւ մշակույթը դուրս է եկել իր խիստ բևեռացված վիճակից, որովհետեւ մարդիկ սկսել են բևեռներից բացի կարևորել նաև դրանց միջակայքերը։ Խոսքը նրա մասին չի, որ մարդիկ չեն տեսել այդ գույները։ Իրանք ուղղակի այդ գույները, երբ որ նկարագրել են, իրենք դասել են այս կամ այն բևեռի մեջ։ Օրինակ, դարչնագույն գույնը եղել է կարմիրը, շագանակագույն գույնը նշվել է կարմիր գույնով։ Ուղղակի բոլոր գույներն ասել են կարմիր։ Մենք այդ մասին խոսեցինք, բայց երբ որ գալիս է բևեռներից կարևորությունից բացի միջակայքերն են սկսում կարևորվել, դարչնագույնը սկսում է կոչվել դարչնագույն։ Մեկ էլ նոր անուն է դուրս գալիս կարմիրի։ Կամ ասենք շագանակագույնի մասին այս պատկերացումն է։ Առանձնանում են իրենք, հա, ու սենց մեկ էլ տեսնում եք գունային փեդանքները շատանում են։ Օրինակ շատ հետաքրքիր է, մշակութաբանության մեջ կա շատ հետաքրքիր ուսումնասիրություններ հենց գունային ընկալումների մարդկանց, որոնք ոնց են ձևավորում, ազդում նաև այդ մշակույթի մնացած ոլորտների վրա։ Ասենք օրինակ ամենապարզագույն փուլում մշակույթի զարգացման գտնվող հասարակությունները, որոնք առօրյա խոսակցության մեջ ընդունված է անվանել այդ նախնադարյան, չէ, փուլում գտնվող հասարակություններ, ասենք իրանց մոտ օրինակ կան ընդամենը 4 գույներ։
եւ ուրիշ գույն չկա, հա, ասենք ավելի պարզագույն շրջանում գտնվողների մեջ ընդհանրապես երկու գույն կա, հա, բայց տեսեք, ասենք օրինակ, երբ ես երեխա էի, սովորել եմ սովետական դպրոցում, օրինակ մեր դպրոցական տարիներին 12 գունանոց մատիտ չէին վաճառում։ Դրանք արտասահմանից էին բերում, իմպորտնի կոչվող մատիտներն էին։ Միայն սովետական միությունում ամենահիմնական բանը դա 6 գույնանի մատիտներ, հա։ Սպիտակ գույն իդեպ չկար այդ մատիտների ցանկում, շատ հետաքրքիր է։ Հետո երբ որ եկավ այդ 12 գույնանոց, հետո 24 գունանոց այդ մատիտների տուփերը, հանց մեջ սպիտակ կար եւ մենք հիշում եմ որպես երեխա մեր համար ինչքան բան էր այդ տարբեր նրբերանգի գույները ինչքան գրավիչ էր ու հետո ոնց է դա հարստացնում մեզ ապրումներ էր առաջացնում զգացմունքներ մենք նախանձում էինք նրանով որ ուներ այդ շատ գույները ինչ եմ ես սա ասում որովհետև ինչքան նրբերանգները մեծանում են բևեռների արանքը լցվում է նրբերանգներով այնքան այդ մշակույթը սկսում է ավելի ու ավելի զարգանալ այնքան իզա նկարագրողների թիվը ճիշտ ու սխալի շատանում է։ Ինչի եմ ես սա ասում, որովհետև տեսեք մենք էլի գանք հիմա այս ասողի եւ չասողի, ասունի ու անասունի այս բևեռային կապին, այդ հակադամիասնության, մեկ էլ պարզվում է, որ եթե մինչ արդիական շրջանում ճշմարտությունը ընդամենը կարող էր ասել գերիշխանը եւ այն էլ դա աստվածային ծագում ունեցող ճշմարտությունն էր, ապա մինչ արդիական շրջանում այդ ասունի եւ անասունի միջակայքը սկսում է լցվել եւ այդտեղ հայտնվում են ճշմարտություն ասող այլ դերակատարներ, այլ մարդիկ, այսինքն սկզբից դրանք դառնում են ինչ որ ազդեցություն ունեցող տղամարդիկ հա, ասենք փող աշխատողները, բուրժուազիայի ներկայացուցիչները, հարուստները, օրինակ մենք տեսնում ենք, որ միջնադարում արդեն նույնիսկ 13-րդ դարում Հայաստանում, օրինակ Անիի կեսը Զաքարյան իշխաններից, ովքեր ազնվականական ծագում ունեին, գնում է պարզապես ոչ ազնվական ծագում ունեցող, բայց շատ հարուստ մարդ, հա, կամ ասենք Գոշավանքը էլի գնում է իշխաններից փողատեր մեկը ու մեկը, որը կարծեմ 40,000 դուկատով է գնում, թե ինչ, այդպես փողի շատ մեծ հարստություն է։ Այսինքն ի հայտ են գալիս նոր դերակատարներ, ովքեր կարող էին ասել, որն է ճիշտը, մեկ էլ տեսնում ես, որ քիչ-քիչ այս ճիշտ ասողների քանակը շատանում է։ Օրինակ, տեսեք, կանայք երկար ժամանակ չէին կարող համարվել ճշմարտության ասողներ։ Նույնիսկ մեր ավանդապահ տարածքներում մինչև այսօր էլ այդպես է։ Ես հետաքրքիր հետազոտություն էի անում Շիրակի մարզում հենց այս թեմաներով ինձ մի շատ հետաքրքիր դեպք պատմեցին, այնտեղ ուրեմն գազի խողովակներ են քաշում, այդ շրջանը հիշում եք, որ գազ չկար երկար ժամանակ, դե Հայաստանում թաղամասերում ու գյուղերում դա իրադարձություն է, ամբողջ տղամարդիկ փողոց են դուրս գալիս, բոլորը սկսում են ցուցումներ տալ բանվորներին, այս մի խողովակը սենց քաշի, այն մեկը հենց քաշի, մեկը այս մի տան դարպասի վրայով խողովակ են քաշում, այս կինը նայում, հա տենում, որ խողովակը ցածր են քաշում։ Իսկ իրանք բեռնատար մեքենա ունեն, ով որ դի մտնի այդ բակ դուրս գա, որովհետև ինքը գյուղատնտեսական աշխատանքների անհրաժեշտ բաներ է բերում տուն եւ բան։ Դուրս է գալիս ու ամուսնուն, որ երիտասարդ է լինում, ասում է աննով դիմում, ասում է, այս խողովակը շատ է ցածր քաշում, այստեղ բարձր քաշեք, որ մեր բեռնատարը կարողանա բակ մտնի։ Այն տարիքով տղամարդկանցից մեկը շուռ է գալիս, բան էլ ասենց զարմացած ու ջղայնացած, ասում է, այս քո կինն է, ասում է, հա, ասում է, այսօր սրան կծեծես։ Շատ բռի վատ բան եմ ես ասում, օրինակ, բայց այս բռիությունը կա մեր մեջ հիմա։ Ինչի, որովհետև ինքը իր կին հալով դուրս է եկել, իրանց տղամարդկանց ուղղում է։ Այսինքն այս մոտեցումը արդեն ենթադրում է, որ կինը ճիշտը չգիտի որն է, կինը խոսք չի կարող ասել, կինը չի կարող մասնակցել խոսքի շրջանառությանը, այս խիստ ավանդապահ միջավայրերում։ Բայց արդեն մենք տեսնում ենք, որ այդ բուրժուական հասարակությունները, որ ձևավորվում են, հեղափոխությունները տեղի են ունենում, եւ մեր մոտ էլ աշճանաբար չէ 17 դարավերջին 20-ի սկզբին մենք տեսնում ենք, որ Հայաստանում նույնպես այդ փոփոխվում են եւ մենք տեսնում ենք, որ Հայաստանում ձևավորվել է 17 դարի վերջին 20-ի սկզբին
մենք ունենք արդեն կանանց գիմնազիա, կանայք սկսում են գնալ դպրոց, մի բան, որ խիստ արգելված է, որովհետև կինը չէր կարող գիտելիքի կրող դառնալ եւ չէր կարող դրա համար գնալ դպրոց։ Այսօր մենք ասենք օրինակ տեսնում ենք նույն աֆղանական այդ տարբեր հասարակություններում այդպիսի մի շատ սարսափելի դեպք է եղել, որ մեկի կինը ուզեցել է կրթություն ստանալ, ամուսինը անդադ արգելել էր, հետո կինը ուզեցել է էլի ինչ-որ խախտել այդ բանը, ինքը վերցնել եւ աջ ձեռքի մատերը կտրել էր, որովհետեւ ինքը երբեք կյանքում չկարողանա գրել սովորի, կարողանա գրի։ Այսինքն շատ դաժան սարսափելի օրինակներ են բերում, բայց սրանք ցույց են տալիս, թե ինչպիսին է եղել մշակութային այդ համակարգը, երբ որ ինքը եղել է խիստ բևեռացված եւ ինչպես բևեռների միջակայքը լցվելով, թե ով կարող է ճշմարտության ասողը լինել, ինչպես է սկսում այդ մշակույթը փոխվել, բայց այստեղ մշակույթի այս համակարգային փոփոխության ամենաէական ազդեցություններից եւ դրական արդյունքներից մեկը ինչն է դառնում, այն որ փոխվում է անհատի տիպը։ Եթե մինչև այդ սուբյեկտ կոչվածը ինքը սյուզերենի, այսինքն գերիշխանի ենթական է, տեսեք Հայաստանում սուբյեկտը թարգմանվում է ենթակա։ Ես միշտ փոքր ժամանակ զարմանում եմ, թե ոնց կարող է ենթական ուսանող ժամանակ, այսինքն ոնց կարող է ենթական, այսինքն դառնա այդպես կարևոր, հա։ Որովհետև տեսեք, երբ որ մենք հիմա ասում ենք սուբյեկտ, նկատի չունենք ենթակա, նկատի չունենք հպատակ, որովհետև սուբյեկտ ենթակա բառը իմաստափոխվել է, ինքը դարձել է դերակատար, այսինքն ինչ է նշանակում դերակատար, ինքը կարող է մասնակցել ճշմարտության ձևակերպման գործընթացներին, դրանով իսկ ինքը կարող է նաև ամենակարևորը ձևակերպել, թե ով է ինքը, ոչ թե իր փոխարեն ձևակերպեն, թե ով է ինքը, այլ ինքն է ձևակերպում, թե ով եմ ես, այդ ով եմ ես հարցի պատասխանը, որովհետև տեսեք, հենց այս նշածս ավտորիտար համակարգերում միշտ ձևակերպում են, թե ով ես դու, նույնը նաև ավանդական, խիստ դոգմատիկ ավանդական համակարգերում ես նկատի ունեմ, այլ ոչ թե այդ պահպանողական, մենք նախորդ մեր հանդիպումներում խոսել ենք ավանդույթի այդ տեսակների մասին, եւ հենց դոգմատիկն է, որ խիստ ավտորիտար բնույթ ունեն։ Այսինքն տեղի է ունենում սուբյեկտի ենթակայի իմաստափոխություն, ինքը եթե մինչ արդիական շրջանի մշակույթում հիերարխիաների մեջ հասարակական ուներ անպայման հպատակի եւ լսողի կատարողի դերակատարում, ապա արդիական արդեն հասարակ փուլում մշակույթի ինքը ձեռք է բերում նույնպես ասողի դերակատարություն եւ գնալով այդ ասողների թիվը, այսինքն անհատականություն ունեցողների թիվը եւ իրենց անհատականությունը ինքնուրույն ինքնիշխան կերպով ձևակերպողների թիվը հասարակություններում սկսում է ազդել։ Ես օրինակ բերեցի, թե ինչպես արդեն կանայք, տեսեք, որոնք որ չասողների բևեռում էին, դարձան աստիճանաբար ասողներ մի շատ մշակույթներում եւ ոչ միայն ասողներ, այլ նաեւ տեսեք իրենք այսօր նաեւ ներկայացված են իշխանության տարբեր օղակներում, այսինքն այդ որոշում կայացնողներ են եւ այլն եւ այլն։ Այստեղ ես կուզեի նաեւ մեր այսօրվա այս բանախոսությունը, մեր զրույցը եզրափակել մի ուրիշ կարևոր մշակութային դրսևորմամբ, որը վերաբերվում է մշակույթի հումանիզացմանը, մարդասիրացմանը։ Ինչ է սա նշանակում։ Որպես հետխորհրդային երկիր մենք ունենք հումանիզմի մասին ցավոք սրտի սովետականացված պատկերացում, որը ընդհանրապես ասոցիացվում է, նույնականացվում է պարզապես մարդու հանդեպ հոգատար ուշադիր օգնող լինելու մեջ, բայց հումանիզմի հիմքում էլի ընկած է մարդու հանդեպ սերը, բայց այդ սերը բոլորովին այլ բովանդակություն ունի, այդ մարդու հանդեպ սիրո հիմքում դրված է շատ հետաքրքիր ու խորքային մի բան, դա մարդու որպես արարչագործության աղբյուր նրան ընդունելն է, այսինքն մարդու որպես ճշմարտություն, մարդու որպես իմաստ ձևակերպելու ընդունակ արարած ընդունելն է։ Եվ այստեղ, երբ որ հումանիզմը ինքը դառնում է մշակույթի մեջ կարևորագույն գաղափարներից մեկը եւ մոտեցումներից մեկը, այստեղ շատ հետաքրքիր փոփոխություններ են սկսում տեղի ունենալ եւ այդ փոփոխությունները շատ գրավիչ լեզվով է նկարագրում քննադատական տեսության վառ ներկայացուցիչներից մեկը Էրիխ Ֆրոմը, ում ձևակերպումը ներկայացնելով կուզեմ ամփոփել մեր դասախոսությունը, ինքը առանձնացնում է անհատի երկու այսպես խոշոր տիպեր եւ դրանցից մեկը անվանում է ավտորիտար անհատ, մյուսը հումանիստական անհատ,
ինչով են դրանք ամենաառանցքային դրանց տարբերությունը, այն որ ավտորիտար անհատը ինքը իրեն ռեալիզացվում է, ինքնաիրացվում եւ ինքնահաստատվում է ուրիշին ճնշելու միջոցով եւ ուրիշից վերցնելու միջոցով, խլելու, հափշտակելու, յուրացնելու, կլանելու, վերցնելու միջոցով, այսինքն ավտորիտար անհատը ստեղծարար չէ, վերցնող է։ Հումանիստական անհատի տիպը ինքը ինքնաիրացվում է սեփական ունակությունները, կարողությունները, ստեղծարար կարողությունները բացահայտելու, զարգացնելու եւ հետո իրացնելու միջոցով։ Իսկ ինչա տեղի ունենում, պարզվում է, որ անհատների այս երկու տիպերը հնարավոր են մշակութային նշածս այդ երկու տարբեր միջավայրերում։ Եթե մշակույթը ավելի արդիական է, ապա այդտեղ ավելի հնարավորությունները մեծանում են հումանիտար տիպի ձևավորման։ Ինչի համար նաև արդիական մշակույթները, տեսեք, իրենք նաև պայմաններ են ստեղծում մարդու մեջ այդ ստեղծարարությունը զարգացնելու, ստեղծում է համընդհանուր կրթական համակարգը։ Ինչ է համընդհանուր կրթական համակարգը, ընդհանրապես կրթությունը դա են միջոցն ու հնարավորությունն է եւ այն ինստիտուտն է, որը որ մարդուն թույլ է տալիս բացահայտել իր մեջ իր ստեղծելու կարողությունը, հմտությունը, մտածելու, զարգացնում է իր մեջ եւ հետո նաեւ այդ հասարակություններում ավելի մեծ հնարավորություն է տրված մարդուն ինքնաիրացվելու, այսինքն ռեալիզացնելու կյանքում այս կամ այն ոլորտում կյանքի իր ձեռք բերած հմտությունը կրթության միջոցով։ Իսկ դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ այդ տիպի մարդիկ ավելի հակված են տալու։ Եվ Ֆրոմը դա բնութագրում է սիրո ամենաբազային հատկությունը տալու ձգտումը։ Երբ որ մարդը ոչ միայն ուզում է վերցնել, այլ առաջին հերթին ուզում է տալ ինչ որ մեկին։ Տեսեք, երբ որ մենք սիրահարվում ենք, ինչ ենք ուզում։ Մենք ուզում ենք այդ ում որ սիրահարվել ենք, նրան տալ մեր զգացմունքները, ուզում ենք նրան անդադ ինչ որ մի լավ բան ասենք, չէ՞։ Այս նկարագրած տիպերը իրենք կապվում են մեր նախորդ այդ նկարագրած process-ի հետ, մշակույթում անհատականությունը իր ձևակերպելու ունակություն ունեցող անհատների հետ, որովհետև հումանիստական տիպի անհատների մոտ է, որ ձևավորվում է սեփական անհատականությունը ձևակերպելու հատկությունը։ Եվ դա է, որ բերում է նրան, որ այդ սուբյեկտի ենթակայի հետևում հայտնվում է անհատականությունը եւ դա է, որ դառնում է հենց այդ քաղաքացին։ Այսինքն քաղաքացին ով է, քաղաքացին այն անհատականությունն է, ով որ ըստ էության ինքնորոշվել է։ Ինքնորոշվել է այն իմաստով, որ ինքն է բնութագրում, թե ով է ինքը, ինքն է ձևակերպում, թե ով է ինքը, իսկ դա նշանակում է նաեւ, որ ինքն է որոշում իր կյանքին վերաբերող ամենակարևոր հարցերը, ասենք օրինակ սկսած իր համար սիրած մարդ ընտրելուց, էլ նրա փոխարեն ծնողները չեն գնում ընտրում կամ ասենք իր գերդաստանը, ինչպես ավանդական հասարակություններում, երբ որ Երվանդ Լալայան նկարագրում է 17-րդ դարավերջի հայ հասարակությունը, այնտեղ երբեմն տղայի համար աղջիկ ուզելու համար տղային չէին տանում, իր փափախն էին տանում։ Այդքանը բավական է։ Իսկ աղջիկը ընդհանրապես չէր էլ պատկերացնում, թե ով է։ Հետո երբ որ ասենք մարդիկ հայտնաբերում էին հարսանիքի ժամանակ ովումնա, մեկ էլ տեսնում էին, որ սիրուն աղջիկա, սիրուն տղա է, շատ ուրախանում էին, հա։ Իսկ այստեղ տեսեք արդեն այդ ինքնորոշված է, շատ մեզ մոտ պարզ օրինակներ են բերում, միգուցե մի քիչ պարզունակացնում են, որպեսզի շատ ավելի ընկալելի դառնա խնդիրը, բայց տեսեք այս ամենամարդուն մարմնին մոտ, անձին մոտ հարցի ընտրությունից ցել գալիս է իր այդ քաղաքացիության հնարավորությունը, այսինքն նաև այն թե ինչպես է ինքը մասնակցում հասարակական կյանքին վերաբերող որոշումներին եւ ինչպիսի հասարակություն է ինքը պատկերացնում, որ պետք է լինի, որի մեջ ինքը ուզում է ապրել եւ ինքնարեալիզացվել, իրացնել իր անհատական ստեղծարար հատկությունները, դրանով ներդնելով իր հատկությունները ընդհանուր առմամբ հասարակության զարգացման եւ հասարակական կյանքի բարության մեջ։ Եվ այստեղ մենք տեսնում ենք, որ այն հասարակությունները, որոնցում որ քաղաքացիականությունը բավականին ուժեղ է, մենք տեսնում ենք, որ այդ հասարակությունները նաև ավելի բարեկեցիկ ու բարօրության մեջ ապրող հասարակություններն են։ Ասենք մենք այնտեղ տեսնում ենք դա տնտեսական թվերի միջոցով, թե ինչպես համախառն ներքին արդյունքում մեկ շնչին ընկնող բաժինը ինչքան բարձր է։ Այսքանով թույլ տվեք ամփոփել մեր այս թեմայի առաջին մասը։ Կշարունակենք մնացած մեր
մտքերը, խոսակցությունները թեմային առնչվող երկրորդ մասում։ Շնորհակալություն։